24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Պայստազորի գնդապետ, ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Այսօր առավոտյան տեղեկացանք, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը ազատվել է աշխատանքից։ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ նշեց, որ նա շատ էր հոգնել 5 տարի է կառավարումը եւ պետք է գնար հանգստի։ Ինչու որոշվեց նրան հեռացնել, դուք ինչ մեկնաբանություն ունեք։ Դե Փաշինյանը ներողություն բարձաբանումներ չտվեց։ Դա ուղղակիորեն ակնհայտ երևում է, առերևույթ կապված է 3 Ռուսաստանի քաղաքացի, նաև բարերար բիզնեսմեն Սամվել Կարապետյանի հետ կապված իրադարձությունների։ Ուղղակիորեն, այսինքն եթե խնդիր լինել Աբազյանին հանել հանգիստ կամ անհանգիստ վիճակում, իդեպ այդ անհանգստությունը սովորաբար իր եւ իր թիմի անդամների մոտ է։ Ինքը վաղուց կաներ։ Ես կարծում եմ, որ այդ նպատակը ունեցել է։ Ուղղակի երեկվա դեպքը, որ հանձնարարություն է տվել, չի կատարել, իսկ հանձնարարությունը կոնկրետ որ ամենայն հավանականությամբ ոչ թե փոխոստիկանապետը գնար Սամվել Կարապետյանի առանձնատուն եւ միասին գնային ոստիկանություն, այլ ԱԱԾ-ն։ Ամենայն հավանականությամբ ես կարող եմ ենթադրել, որ Կարծում եք չի հնազանդվել Աբազյանը չի գնացել։ Կարծում եմ, այո։ Թեև մեկ այլ պատճառ էլ կարող է լինել, ես դրա մասին օրեր առաջ բարձրաձայնել եմ, եկեղեցու եւ վեհապար հայրապետի հոգեվորականների դեմ են արշավը, որը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից պատվիրված իրականացնում է Փաշինյան Նիկոլը, ԱԱԾ-ն որոշակի ամենայն հավանականությամբ դերակատարում ուներ եւ ունի այսպես կոչված արհեստական բանականության միջոցով իբր կոմպրոմատներ, տեսանյութեր հրապարակելուց չեմ բացառում, որ նաև այդ հարցով ԱԱԾ-ի արհեստ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը երևի թե հրաժարվել է, միգուցե նաև պատճառը սա լիներ։ Բայց այս այն ինչ որ ասում եմ, դա այսօրվա մարտավարական կտրվածքով, ռազմավարական կտրվածքով դա քաղաքականություն է։ Քաղաքականություն, որտեղ որ մենք տեսնում ենք Փաշինյանի կողմից ուժայինների կարևորագույն կառույցների ղեկավար նշանակվում է այսպես կոչված նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք սկզբունքորեն եւ բացառապես կրթություն են ստացել, եթե ստացել են Հայաստանում, մասնագիտական եւ եվրոպական կամ հավաքական արևմուտքի երկրներում, այսինքն Ռուսաստանում կրթություն ստացած ուժային կառույցների ներկայացուցիչները, այդ թվում եւ ԱԱԾ-ի եւ բանակի եւ ոստիկանության աշճանաբար դուրս են տրվելու։ Սա արդեն քաղաքականություն է, այո։ Ինչու որտեղ Փաշինյանը 18 թվականին երբ բերվել էր իշխանության, Փաշինյանի ժողովուրդը չէր բերել իշխանության, Փաշինյանին ուժային կառույցներ, պետություններ են բերել իրենց հատուկ ծառայություններով եւ դա հատուկ օպերացիա էր։ Խնդիր է դրվել, ասենք, ռազմավարական առումով Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության տիրույթից։ Դուրս բերել նշանակում է առաջին կարևոր ազդեցությունը դա Արցախն էր։ Երկրորդը Հայաստանը էներգետիկ առումով, որոնք մենք կախված ենք Հայաստանը եւ ռուսական էժան գազի ներմուծումից եւ ատոմականի էժան վառելիքից եւ սպասարկումից եւ էլեկտրոցանցերի, որի սեփականատերը Սամվել Կարապետյանն էր, այսինքն էներգետիկ կախվածությունը եւս Ռուսաստանից դուրս դնել։ Հիմա ինչ որ կատարվում է հայ-վրացական սահմանում, ես կարծում եմ դեռ արհեստական Հայաստանի կողմից է խոչընդոտներ հարուցում, որ մեր բեռնատարները չկարողանան Ռուսաստան Հայաստանի արտադրանք հիմնականում գյուղմթերքի եւ դրա վերամշակված արտադրանքը տանել Ռուսաստան սպառել, սա արհեստական է արվում, նպատակը որ ասի, տեսեք Ռուսաստանի շուկան փակել է, մենք այլ ճանապարհ չունենք, քան մեր մյուս հարևանների հետ առևտրատնտեսական հարաբերություններ ստեղծել, մասնապես Ադրբեջանի եւ Թուրքիայի եւ իրենց լոգիստիկ հնարավորությունները օգտագործել մեր բեռների արտահանման համար։ Ուրեմն եւ հաջորդ քայլը ստրատեգիական առումով որ Փաշինյանի արժեվ դրված եւ ինքը կատարում է, դա Հայաստանից ռուսական զինական ներկայացում դուրս տնելն է, բայց ցանկությամբ նա չի կարող դուրս տնել, այնպես չի որ ասենք հեծ ինքը ազգայնացնում է եւ
որոշի 102 բազան հանվում է։ Դրա համար որոշակի հիմքեր են պետք, իսկ հիմքերը կարծում եմ Հայաստանի ու Թուրքիայի միջև որ պահին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին, ինքը հրապարակավ ասել է, որ 102 բազան այլևս այն խնդիրը, որի առաջ դրված էր, որ այդ բազան 92 թվականից այստեղ է, այլևս այդ խնդիրը խնդրեմը չկա, Թուրքիան էր դա։ Թուրքիայի հետ մենք հարևան բարեկամ երկրներ ենք, սահմանները բացված են, այնպես որ բազայի անհրաժեշտություն չկա։ Հիմա որ գնա Թուրքիան այո, այս հարցերն է այնտեղ քննարկվելու, որովհետեւ Թուրքիայում այլ հարցեր են։ Թուրքիայում այլ հարցեր, ասում։ Եվ վերջում ստրատեգիական առումով եւս մի խնդիր է ինքը լուծելու կադրային քաղաքականություն։ Այսինքն բոլոր այն անձինք առաջնորդին ուժայինները տարբեր ոլորտների եւ հետո տնտեսական ոլորտի եւ գիտական ոլորտի, ովքեր կրթություն են ստացել, վերապատրաստում են անցել եւ կապեր ունեն Ռուսաստանի Դաշնության հետ, այդ մարդկանց աշճանաբար պաշտոններից, հա, այսպես հանում է։ Դա կադրային քաղաքականություն կարող է, թե նշանակումները նայեք, նորանշանակ, ասենք ներքին գործերի նախարար, արտադատության նախարար, դատախազ, քրեակատարողական հիմնարկների տնօրեն, արտաքին հետախուզության պետ, հիմա ԱԾ-ի տնօրեն։ Այս բոլորը նախ երիտասարդ են, այսինքն եւ իրենց կենսագրականն իրենք Ռուսաստանում կրթություն չեն ստացել եւ այդ կապերը այնուամենայնիվ Ռուսաստանը չունեն, ավելի շուտ արևմուտքում են ստացել։ Սա կադրային քաղաքականությունն է եւ ինքը այս 4 ուղղություններով ռազմավարական ուղղություններով ինքը աշճանաբար, հա, ստեղծված իրավիճակին համահունչ ինքը քայլեր է կատարում։ Իսկ հիմա ինչ վերաբերում է հունիս 20-ին Թուրքիայում այսպես հրավերին, որը Էրդողանից է ստացել։ Ես կարծում դրանից առաջ չի բացառում, որ Ալիև-Էրդողան հանդիպումը լինի եւ մեկ անգամ վերաճշտելու։ Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու երկու նախապայման դրել։ Առաջինը Ադրբեջանի նախագահի բոլոր պահանջները անվերապահ կատարել։ Երկրորդ ցեղասպանության հարցը օրակարգից հանել ընդհանրապես։ Եվ Ալիևի կողմից հիմա 7 պահանջ է դրված սեղանին։ Ես թվարկեմ, պարբերաբար ասեմ, որովհետև մենք հասկանանք Փաշինյանի Ադրբեջանի հետ հարաբերությունների ամբողջ քաղաքականությունը այդ 7 կետերի կատարումն է։ Առաջին կետ 300,000 փախստականների վերադարձ։ Ալիևի դեպ այսօր էլ է դրա մասին բարձրացանել, իրավունք ունեն այստեղ նախկին բնակիչները եւ նրանց ժառանգները վերադառնալ։ Իսկ դա նշանակում է Հայաստանից բավականաչափ տարածքներ պետք է օտարվի։ Երկրորդ միջանցք կոչվածը, Զանգեզուրի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, երրորդը ռազմական տուգանք կոնտրիբուցիա եւ փոխհատուցում ռեպարացիա 160 միլիարդ Ալիևի դեպ դրա մասին բարձրացնել ցանկացած ժամանակ Լոնդոնի արբիտրաժային դատարան կարող դիմել այդ գումարները պահանջելու։ Հաջորդ կետերը Արցախում ինքնապաշտպանական մարտերը կազմակերպած եւ մասնակցած անձանց նկատմամբ քրեական հետապնդում եւ արտահանձնում Ադրբեջան եւ վերջին երկուսը սահմանադրության փոփոխություն անկախության հռչակագրի հեռացում եւ ԵԱԿ Մինսկի խմբի լուծարում։ Հիմա ինչ վերաբերում է Միջանցքին, ես կարծում եմ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող այս ռազմական գործողությունները, ես չեմ բացառում, որ Փաշինյանը համաձայնվի, իհարկե դրա մասին ինքը ճանապարհ է ասել, բայց գործնական Միջանցք լինելու, հաշվի առնելով, որ մոտ ժամանակներ փախստականների մեծ հոսք է լինելու, ենթադրենք Արևելյան Արմենիան Ադրբեջանից, այսինքն Ատրպատականի նահանգից Թավրիզ կենտրոնով մեծ հոսք դեպի Նախիջևան, Նախիջևանից դեպի Ադրբեջան գնալը Հայաստանով է անցնելու։ Այսինքն 100,000 մարդիկ կարող են հայտնվել Սյունիքում, ընդ որում դրանց մի մասը այդ փախստականների վրանային ճամբարներում մնալ։ Եվ ստիպված դու ճանապարհ ես տալու, որտեղ յուրաքանչյուրին ոչ սահմանապահ ծառայությունը կարող է, հա, այսպես ասենք, ստուգել։ Բայց այդ ճանապարհը տրվելու էր, ուղղակի վերահսկողության հարցներ այստեղ։ Դե սա Միջանցք է լինելու։ Երբ որ եկան, դե եթե ճանապարհ էր տրվել ոչ Միջանցք, Հայաստանի երկու ծառայություններ իրենց գործառույթները իրականացնելու են, սահմանապահ ծառայություն եւ մաքսային ծառայություն։ Պատկերացեք 100,000 փախստականներ, որոնք անձնագիր չունեն, ոչինչ չունեն, ուղղակի փախստական են։ Ինչա սահմանապահը եւ մաքսային ինչա ստուգելու։ Եվ հետեւաբար բնական է այդ տարածքները, որը տրամադրվում է, եւ ոչ միայն Հայաստանի հետ կապված, դրանք Միջանցք են դառնում, այսինքն մարդկանց տեղափոխում, հոսք, բայց ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդկանց մի մասը ուղղակի Սյունիքում մնալու է։ Իսկ ես չեմ բացառում, որ Էրդողանի հետ խոսակցության ժամանակ նաև այդ լինի եւ ամենակարևորը այս իշխանություն կոչվածը, որը թուրք-ադրբեջանական օկուպացիոն ռեժիմի կոլաբորանտ կառավարությունը վերարտադրության համար այսպես կոչված խաղաղության պայմանագրի մի թղթի կտոր վերջին հաշվով Փաշինյանը անդադ մուրում է դա եւ միգուցե Էրդողանը տեղ ժամկետ ասի, որ
Բայց այն պայմանով, որ իմ նշած Թուրքիան է լինում այդ ժամանակ միջնորդը այս պայմանագրի։ Թուրքիան է, մեծ հաշվով Թուրքիան է միջնորդը։ Այստեղ ինքը եւ միջնորդ է եւ հաշտարար է եւ դատավոր է, այո, ոստաբար։ Այսինքն նաեւ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է չեղարկում, եթե նոր պայմանագիր է կնքվում։ Եվ այս դեպքում արդեն ոչ թե ռուսական միջնորդություն է լինում, այլ թուրքական։ Չէ, նոյեմբերի 9-ը չեղարկելու համար այդտեղ հստակ եւ ժամկետներ կա եւ կետեր կա։ Նոյեմբերի 9-ը պիտի դու հրապարակավ չեղարկես։ Դե 25-ին չի չեղարկվում նոյեմբերի։ Հա, բայց դեռ նոյեմբերի 25-ը չի։ Այո, բայց եւ եթե կողմերից մեկը ընդ որում եթե հայտարարի դրա մասին, եթե ոչ ինքը ուժը եւ ոչ միայն նոյեմբերի 9-ը պայմանագրից հետո Հայաստանը նաեւ այս հարցը բարձրացնի։ Ես չեմ բացառում, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նաեւ այս հարցը իսկապես քննարկվի, որտեղ վերջին հաշվով նոյեմբերի 9-ը եւ մնացած երակողմ 4 երակողմը դա Թուրքիային եւ Ադրբեջանի ոչ ցանկալի փաստաթղթեր են։ Ինչու՞։ Որտեղ իմ նշած Ալիևի 7 պահանջները որից ձևով արտացոլված չեն այդ 4 երակոմ գրավոր հայտարարությունները եւ ձեռք բերած պայմանավորվածությունները։ Այսինքն եթե Հայաստանի նորմալ իշխանությունները ցանկանում են Ալիևի 7 պահանջները չկատարել, իրենք ուղղակի ընդհանրապես մի հայտարարություն են անում, որ վերադառնում են 4 երակոմ, ինչպես իդեպ Սերգեյ Լավրովը երբ Հայաստանում դրա մասին բարձրաձայնեց ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը 4 երակողմով։ Ալիևի այդ բոլոր պահանջները ջրվում են, ինչպես ասում են, աղբանոց են նետում։ Եվ այդ պայմանավորվածությունները պետք է չեղարկվեն, իհարկե։ Դրա համար հիմա նաև հող է նախապատրաստվում։ Հիմա այս հեծի հետ կապված զարգացումները ինչ նպատակ ունեն, արդյոք խնդիրը հենց Սամվել Կարապետյանն է առհասարակ եւ Փաշինյանն ասում է պետք է ազգայնացնել, պետությանը վերադարձնել։ Ասում եմ մենք ժամանակ ենք տվել, որպեսզի այն վնասները, որ կրել են վերադարձնեն, նաև ժողովուրդը անընդհատ հոսանքի անջատումներ եւ այլն, բայց այդ խնդիրները չեն լուծվում։ Պատճառաբանությունները պարզ են, բայց ըստ էության դրանք պատճառաբանություններ չեն, դա ընդհանրապես բան է, բարբաջանք է, որտեղ վերացական բաներ է խոսում, անընդհատ եթե սուտ է ասում, երբ հիմնավորում չկա, ուրեմն իմացեք, այդ ժամանակ ինքը ժողովուրդ բառն ասում։ Ասում են գնացի մարզերը մարդիկ դժգոհում են, որ անընդհատ լույսեր անջատվում։ Գլուխը պատովն է տալիս, թող իր աշխատողներին կարգի հրավիրի։ Այդպես բան չկա, հեքիաթն է եւ այդ նույն լույսերը, որ անջատվում են, ով է մեղավոր, այդ ոնց որոշեց, որ հեծի սեփականատերն է մեղավոր եւ հեծն է մեղավոր, հա։ Այդպես չի։ Հիմա նպատակը ո՞րն է կարծում եք։ Ես ասի Փաշինյանին բերվել է 4 ռազմավարական խնդիր լուծելու։ Երկրորդ ռազմավարական խնդիրը Հայաստանը Ռուսաստանից էներգետիկ աշխատանքային հարաբերությունները կտրելն է, այդ ու նաև հեծը վերցնելը։ Այդ անուն ազգայնացում կդնում ենք, տեսել ենք դրա ազգայնացման տակ ինչքան բաներ վերցել են տնետնե բաժանել են, ոչ մի ազգայնացում չի լինի։ Եվ հեծը մտնում է ատոմական եւ գազի տրամաբանության մեջ։ Ես դա ուզում հարցնել, ատոմականի հետ կապված եւս ծրագրեր կա, որովհետեւ օրերս խոսել էին Թուրքիայից, նույնիսկ հանձնաժողով են ստեղծել, բնապահպաններ են ոտքի կանգնել եւ ասում են, որ մեծ խնդիր է այդ ատոմականը։ Ուրեմն ասեմ ձեզ, ասենք բանը ձեր նշած անձինքը, ասենք միտքը որոշակի առումով արդուր է եւ կարողանում է, ասենք մանիպուլյատիվ կերպով ինչ որ բառամթերք օգտագործելով անիրազեկ մարդուն խաբել։ Վստահաբար, եթե դու իրողություններ գիտես, հնարավոր չի խաբել։ Օրինակ, առաջին անգամ մոդուլային ատոմականների մասին Փաշինյան երբ ասեց, հերթական տխմարությունը դուրս տվեց։ Ինչու՞։ Ասում է, աշխարհում ոչ մի երկիր չունի մոդուլային ատոմական։ Հետազոտությունների առումով առաջնակարգը ԱՄՆ-ն է։ Դա համար մենք ԱՄՆ-ի հետ համագործակցում ենք, որ մոդուլային ատոմական կառուցի։ Սուտ։ Աշխարհում երկու պետություն կա մոդուլային ատոմականների, Ռուսաստանը եւ Չինաստանը։ Մոդուլային ատոմականների կառուցման նպատակը դա բնակչության վայրից բավականին հեռու, որտեղ ասենք նաև ոչ բնական պայմաններ են բնակչության համար, մեծ քաղաքներ չկան եւ այլն, մեծ ծախս է ատոմական կառուցել, որտեղ հետո այդ հոսանքը նաև պիտի տեղափոխվի։ Օրինակ ռուսները ունեն նավի վրա մոդուլային ատոմական, նավ, որի վրա ատոմային ռեակտոր է աշխատում, որը ասենք օրինակ սնուցում է մոտ 20-30 հազարանոց, օրինակ հյուսիսում բնակավայր, հա, կամ զորամասեր եւ այլն։ Այդ մոդուլայնի իմաստը դա է, հա։ Եվ ինքն ինչ էր ասում, ասում է մոդուլայինը նա է, որ եթե հանգարց տեխնիկական աղետ լինի, 500 մետր հետո հեռու ռադիացիա չի լինի։ Հիմա ես չգիտեմ ոնց գնահատեմ, այդ մարդը ինչի ազդեցության տակ է, խմիչքի թե թմրանյութի։ Այսինքն ակնհայտ սուտ է ասում, այդպես բան չկա։ Իդեպ մոդուլային ատոմականներ արևմուտքը չունի, որից է երկիր։ Առաջին անգամ իդեպ ծովում մոդուլային ատոմականի աշխատանքները, ասենք, թերացումները, որը հետո պետք է վերացի։ Առաջին անգամ մոտ անցյալ ամիս սկսեց Կանադան, ընդհանրապես, բայց որը տեղում չի կիրառել։
Չինաստանը, Ռուսաստանը վաղուց ունեն։ Այսինքն ատոմականը եւս փակելու խնդիր կա։ Հիմա ինքը դժգոհության ֆոն Թուրքիայից պիտի վերցնի, Թուրքիան ուզում է որ փակի, հա։ Թուրքիան ուզում է մեր ատոմականը փակի, բայց իր մոտ, ասենք, ատոմական կառույցի, չէ՞։ Ինչու՞։ Որտեղ ատոմականը ինքը էներգետիկ ինքնիշխանություն է։ Մեր երկրի հոսանքի կարիքների սպառման համար կարիքները 40%-ը տալիս է մեր ատոմականը, որը գազից կախված չի, ճանապարհից կախված չի, հա։ Ընդհանրապես վառելիքը բերվում է ռուսական կողմից, իրենց մասնագետները պարբերաբար ատոմականի աշխատանքները տեխնիկական ստուգում են, եթե կան թերացումներ վերացնում են եւ ատոմականը 40% հոսանք է տալիս։ Հիմա Թուրքիային պետք է որ Հայաստանը 40% էներգետիկ ինքնիշխանություն ունենա։ Իհարկե ոչ, մենք պիտի կախված լինենք ամբողջովին Թուրքիայից, նաև Ադրբեջան, ծահավասիկ, նաև գազի պահով։ Մեկ օրվա գործ չէ այդ մոդուլային ատոմականները։ Հա, բայց գործընթացները չէ, մոդուլային ատոմական չեն էլ առաջին անգամ Հայաստանը դառնում է այն ճագարը, որտեղ փորձելու են։ Եթե արևմուտքը մոդուլային ատոմական որից է պետություն, ասենք Կանադան կամ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան կառուցեցին, Հայաստան դառնում է ճագարային երկիր, որտեղ մեր վրա են փորձելու, իսկ մոդուլային ատոմականներ, ասենք, բերում են խիտ բնակեցված վայրում կառուցման իմաստը ո՞րն է։ Իբր որ միայն իր ներքին կարիքների համար է, հա, դա բավարար, բայց դու մոդուլային ատոմականները բնակչության առավելագույն հեռու վայրերում են կառուցում, որտեղ անօգուտ է մեծ ատոմական կառուցել, որտեղ էլեկտրական լարերով հոսանքի տեղափոխման կորուստները այնքան մեծ են լինելու, եթե ատոմական, ավելի լավ է տեղում կառուցել, այդ տեղում փոքր կարիքների համար, հա, որպես հոսանք արտադրող միջոց օգտագործել։ Նորից եմ ասում, գազի վերաբերյալ իր շրջապատը ասում էր, որ ռուսական գազը մեզ պետք չէ, ադրբեջանականից կառնենք։ Ահավասիկ ես նկատի ունեմ էներգետիկի հետ կապված հեծը, ատոմականը եւ գազը։ Սա քաղաքականություն է, ստրատեգիական։ Ռուսաստանից կտրել այս ամեն ինչը եւ մտցնել թուրքականի ներքո։ Ինչու որտեղ վերջին հաշվով ռազմավարական առումով Հայաստանը դիտվում է հարև հարավային Կովկասը Թուրքիայի ազդեցության տարածք, ասենք մեծ Թուրանի մի էլեմենտ, թե ինչ տարածքով կմնանք, դե առհաց է եւ ինչքան հայ կմնա այստեղ կապրի, հա։ Որտեղ այնուամենայնիվ, եթե 1 միլիոն ադրբեջանցի պիտի վերադառնան, պատկերացնում եք ժողովրդագրական վիճակը ոնց է փոխվելու։ Եվ այստեղից հետեւություն Փաշինյանը անում է այնպիսի քայլեր, որը ուղղակի մեծ Թուրանի պրոյեկտի մասն է եւ դրա մասին պարբերաբար եւ միշտ պետք է բարձրաձայնել։ Նա ուղղակիորեն կառավարվում է Թուրքիայի, Ադրբեջանի մարտավարական հարցերով, իսկ ստրատեգիական Բրիտանիայի կողմից։ Եկեղեցու հետ կապված ինչ զարգացումներ կարող են ընթանալ, Փաշինյանը ամեն օրվա ռեժիմով խոսում է, պոռնկաբարու է անվանում վեհապարին, նաև սրբազաններին եւ այսօր էլ ասում էր, որ պետք է այո գործողություններ լինեն, կանոնակարգը խախտել են, կանոնակարգներ եկեղեցու ցույց տալի եւ այլն։ Եվ ասում է եկեղեցու դեմ չեմ գործում։ Ես հակառակը, տեսեք, եթե կանոնակարգն է հենց ասում, որ չպետք է խախտեն կուսակրոնության ուխտը, ես էլ հենց դա եմ ասում։ Քանի որ ինքը հիմք է բերում պայքարում եկեղեցու համար ասում է։ Դուք այնուամենայնիվ ուզում եք որից դրան արձագանք եւ գնահատական տամ։ Քանի որ ինքը հիմք է բերում օրինակ եկեղեցու կանոնադրությունը, այսօրվա այդ ստատուսը, որ գրել էր։ Եվ այնտեղ արարքի վերաբերյալ է գնահատական տալիս եւ տրված ուխտը խախտելու, հա։ Հիմա ինքն էլ ասում է, ես եկեղեցու հավատավոր զավակ եմ։ Ուրեմն եկեղեցու հավատավոր զավակը, եթե հիմա իր տրամաբանությամբ խոսենք, եկեղեցու հավատավոր զավակը երբ ընտանիք է կազմում, ուխտ է անում եկեղեցում, սկսենք սրանից։ Դեռևս արել է եկեղեցում ուխտ։ Չի արվել, որտեղ ինքը եկեղեցում ինքը չի պսակվել, պսակ չկա եւ այսպես ասած զաքսերի կամ գրանցման վայրում, որտեղ պետական առումով արձանագրումը սա չկա։ Եվ որի վերաբերյալ ինքն էլ իր զուգընկերն էլ ասել են, ճիշտ է։ Հիմա եթե Աստվածաշնչի եւ եկեղեցու կանոնագրքով նայենք, իր կենակիցը եւ ինքը այն անձինք են որակումով, ինչով ինքը որակում է տալիս հոգեվորականներին։ Այդ թվում նաեւ այսօր նշած Արսակ Սրբազանին։ Հիմա քանի որ ինքը պարբերաբար ասել է, ես ինձ իրավունք վերապահեմ ձեր տաղավարից։ Ասում եմ, ես կուսակրոն չեմ։ Ուրեմն ես ձեր տաղավարից ասեմ, ըստ Աստվածաշնչի իր արարքով, եթե ինքը կենակից ունի, հարաբերություն ունի եւ որից զավակներ են ծնվում, երկու անձ էլ կոչվում է պոռնիկ։ Եվ իրենց արարքը կոչվում է պոռնկաբարու արարք։ Ավելին ասեմ, իրանց զավակները, իրանցից ծնված զավակները կոչվում են բջեր։ Հիմա ես արձագանքում եմ ըստ Աստվածաշնչի այն արարքը, որը ինքը իր որպես
իր գնահատմամբ եկեղեցու հավատավոր զավակ կարելի է։ Հիմա ինքն ասում է, եթե եկեղեցում խնդիրներ կան, այդ խնդիրների մասին չպետք է խոսենք։ Ես այս ամենը անում եմ եկեղեցին առողջացնելու համար, եկեղեցին փրկելու համար, Ինքը ստում է։ Ինչ նպատակ կա։ Որտեղ եկեղեցու մեջ խնդիրները նախ հրապարական վիրավորական արտահայտություններով չեն անում։ Եթե դու աշխարհիկ իշխանության գլուխն ես, իսկ եկեղեցու հոգևոր առաջնորդը ինքը օծյալ է։ Ինքը հարց է բարձրացնում Աստծո որոշման դեմ։ Վեհապար Հայրապետը Սուրբ Հոգով օծված է։ Հիմա եթե դու ասում ես, որ պիտի փոխվի վեհապարը, այսինքն Աստծո որոշումը, հա, ինքը բեկանում։ Ճիշտ է դա, իհարկե ոչ։ Մարդը չի կարող Աստծո որոշում բեկանալ։ Ես պարբերաբար ասել եմ եւ չեմ զլանա մեկ անգամ եւս այդ օրինակը բերեմ, որտեղ շատ տիպական է դա։ Ինքը իր գրվածներում սովորաբար Դավիթ թագավորի սաղմոսներից է, չէ՞, մեջբերում։ Բայց Դավիթ թագավորը, երբ որպես հրեա ժողովրդի երկրորդ օծյալ թագավոր հետապնդվում էր առաջին օծյալ Սավուղի կողմից, որը Աստծո պատվիրաններից շեղվել էր, հեռացել էր, մեղքի մեջ էր, Աստված երկրորդ օծյալ ընտրեց Դավիթ թագավորին։ Սավուղը հետապնդում էր Դավիթին սպանելու համար, բայց Դավիթը քանի որ իր բնույթով ռազմիկ էր, խուսանավում էր այդ հետապնդումներից եւ մի օր երբ գիշերը քարանձավում Սավուղը հանգստանում էր, շրջանցելով Սավուղի ուրեմն պահպանություն իրականացնող զինվորներին մտավ քարանձավ Դավիթը, կարող էր սպանել Սավուղին, չսպանեց, շորից կտոր կտրեց եւ տարավ իր զինվորներին ցույց տվեց։ Զինվորները ասին՝ «Տեր, ինչու չսպանեցիք, չէ՞ որ Սավուղը ուզում էր քեզ սպանել»։ Նա ինչ պատասխանեց. Դավիթ թագավորը արարքով ասեց, ես ով եմ, որ օծյալի դեմ սուր բարձրացնեմ, չէ՞ որ Սավուղը եւս օծյալ է։ Եթե Տիրոջը պետք է իր օծյալը, որ քնի ու չզարթնի, քնի ու չի զարթնի։ Եթե պետք է մարտի դաշտում զոհվի, մարտի դաշտում կզոհվի, այդպես էլ եղավ։ Հիմա ինքը ով է, դի ասում եմ իրավունք չկա։ Ուրեմն իրավունք չկա, որպես քրիստոնյա, ինքը իրեն քրիստոնյա է համարում։ Քրիստոնյան, որ մեր եկեղեցու զավակ է ինքը ասում, դեռ հələ հարց է։ Որ եկեղեցում է գնում, պատարակներ, մեղքերի թողություն, հաղորդություն, որ եկեղեցու կյանքին է մասնակցում։ Չկա այդպիսի բան։ Ժամանակին եղել է կյանքի խոսք աղանդից ըստ օդում կախված լինել, ինքն էլ իր զուգընկերներ կյանքի խոսք աղանդից են եղել։ Հիմա հետաբար առաջին սխալը, որ ինքը անում է, որի իրավունքը չունի ինքը, կապ չունի, դու վարչապետ ես, թե ով ես։ Օծյալի դեմ ինքը սուր է բարձրացնում։ Եվ երկրորդ, ես նորից եմ ասում, իսկ Տերը ասում է, ինչ սուր բարձրացիր, այդ սրով էլ ընկնելու ես։ Այն քարոզչական արշավ, որ եկեղեցու դեմ ինքը սկսեց, հա, բերանը աղբանոց դարձնելով ամենավիրավորական արտահայտություններով։ Ես կարծում եմ, որ այդ վիճակից հետո ինքը ընդհանրապես, եթե որոշակի շփումներ ուներ եկեղեցու, իրեն ընդհանրապես դուրս դրեց եկեղեցուն եւ քարոզչական դաշտում ինքը ակնհայտ պարտվեց։ Այսինքն մեր ժողովրդեն զավակները, որոնք անգամ իրենց քրիստոնյա են համարում, բայց քրիստոնավայել չեն ապրում, բայց եկեղեցին իրենց համար արժեք է կամ փորձում են այդ մեղքերից հա ձերբազատվել, այդ մարդիկ եւս ընդվզեցին, ոչ միայն քրիստոնյաներ, ովքեր Տիրոջ ձգտում են Տիրոջ պատվիրաններով ապրել, հա։ Ինքը իրեն դուրս է դել, իսկ եկեղեցու դեմ պայքարը իրականում եկեղեցին ինստիտուտ է, այդ ինստիտուտը իր համար եւ Թուրքիայի Ադրբեջանի համար խնդրահարույց է, որպես ինստիտուտ, այլ ինստիտուտ դիմադրության Հայաստանում չկա։ Առաջին, երկրորդ, Վեհապար Հայրապետը Շվեյցարիայի Բեռն քաղաքում հայտնի ելույթից հետո Արցախի Լեռնային Ղարաբաղի այդպես է ձևակերպված պատմական մշակութային հոգևոր արժեքների պահպանության հետ կապված բանաձև ընդունեց։ Վեհապար Հայրապետը ելույթ ունեցավ այդտեղ։ Բանաձևը շատ ցավալի էր Թուրքիայի Ադրբեջանի համար։ Իրենք առավելս որ այդ բանաձևի հիման վրա իդեպ, որտեղ քրիստոնյա աշխարհի բոլոր ճյուղերի ներկայացուցիչներն են։ Իդեպ նաև Միացյալ Նահանգներում քրիստոնեական եկեղեցիները եւս բանաձև կոչ արեցին, որի մեջ այդ բանաձևից կոնկրետ խիստ շեշտադրումներով Ադրբեջանի իշխանությունների հասցին եւս ձևակերպումներ կար։ Ես կարծում եմ սրանք զանգ են ստացել, խիստ զանգ են ստացել, որ սա անընդունելի է, Արցախի գոյություն չունենա, իսկ քո եկեղեցու հոգևոր առաջնորդ նման հարցեր է բարձրացնում։ Դրա համար կոնկրետ արշավը ստացել։ Այո, ես նույնիսկ կարող եմ ենթադրել, ով ում է զանգել։ 90-ականների սկզբին Հայաստանում մի Թուրքիայից նշանակված անձ կար, որը փորձում էր հայ-թուրքական հարաբերությունները գործնականում առաջնահերթին բիզնես ոլորտում բարելավել, Սամսոն Օզարարատ, որը այս վերջին շրջանում այն ժամանակ եւ մտերիմ էր առաջին նախագահի եղբոր հետ, հա, այստեղ հաճախ էր գալիս, Ժիրայր Լիպարիսյանի հետ էր մտերիմ, որը լուրջ պաշտոն էր զբաղեցնում Հայաստանում արտաքին քաղաքականության հարցերով։ Եվ այս վերջերս նաև իր զուգընկերոջ հետ է հանդիպել, հա, Աննա Հակոբյանն։
Առավելս որ Սամսոն Օզարարատի ավագ որդին, որոնք Ֆրանսիայի քաղաքացի են, մի ժամանակ Շվեյցարիի, հիմա Ֆրանսիայում ունի բուկմեյքերական մեծ ընկերություն, շատ մեծ, ամենամեծը, որը բավականին ջերմ հարաբերություններ, մտերմիկ եւ գործընկերային հարաբերությունների մեջ է Փաշինյան Նիկոլի սրտի օլիգարխներից մեկի Վիգեն Բադալյանի Վիվարոյի Վիգենի հետ։ Այստեղ էլ դեռ հետո իշխանապողությունից հետո հատուկ ծառայությունների հետ ուշադրնային տղկերևա ինչ փոխանցումներ են եղել, օգտագործելով այդ երկու հիմնարկները, ինչպես են ֆինանսավորել Փաշինյանին եւ այդպես շարունակ։ Եթե Փաշինյանը հեռացնում է վեհապարին կամ սրբազաններին, ամեն դեպքում, եթե չկա այդպիսի, ինչ խնդիր է փոխվել, ինչ է չկա այդպիսի բան։ Այդ իր ցանկությունը չի կարող հեռացնել։ Վերջ։ Հիմա նա ասում է ես ապացույցներ ունեմ, այսօր ճեպազրույցի ժամանակ կրկին այդ մասին խոսեց։ Այդ ապացույցները ինչպես է հավաքել, արդյոք ազգային անվտանգության ծառայությունը նման հրահանգ է ստացել եւ այս Աբազյանի հեռացումը որքանով է դուք ասացիք որ կապ ամեն դեպքում տեսնում եք, ինչ կապ կարող է լինել։ Այդ ապացույցները շատ նման կլինի այն ապացույցներին, ինչպես ժամանակի 2012-ի ազգային հերոսի պապիկ իրենք բերեցին, անամոթաբար կողքը կանգնել էին այսօր բավական լուրջ պաշտոններ զբաղեցնող անձիկ, այդ ու նաև իր աշխատակազմի ղեկավարը, ինքը իր զուգընկերը, եթե հիշում եք, եւ պապիկին ներկայացնում են որպես զոհված մեր հերոսի պապիկ։ Այ ապացույց էր։ Երկրորդ ապացույցը գեներալ Մահվեր Գրիգորյան Տուշոնկայի պատմությունը հիշում եք, որը մոնտաժվել էր կոնկրետ այդ ժամանակ ԱԱԾ-ում։ Կոնկրետ Արեն Մկրտչյան։ Ես ասում եմ հիմա արհեստական բանականությունը հնարավոր է, ընդ որում տեսանյութեր կան, որտեղ իր մասնակցությամբ օրինակ ինք ազգային ժողովում ուրեմն ելույթ է ունենում։ Տեսանյութ է, վիզուալ ցանկացած քաղաքացի կարող է նայել։ Երկու հոգի համազգեստով, ամենայն հավանականությամբ հակակոռուպցիոն կոմիտեի համազգեստով գալիս են իր ելույթի ժամանակ իր թվերից բռնում են։ Դե արհեստական բանականությամբ այո։ Ես ինչ եմ ասում։ Դե հիմա ոչ միայն այդ վիդեոն, արհեստական բանականությամբ ցանկացած անձի ցանկացած տեսանյութի մեջ կարող ես մտցնել կամ ստեղծես սյուժե, տեսանյութ, որտեղ դու գլխավոր դերակատար ես։ Հիմա այս ամենում ներգրաված է թե ոչ, որ Փաշինյանն ասում ազգային անվտանգության ծառայությունը։ Ես կարող եմ ենթադրել, որ ներգրաված էր ԱԱԾ-ն այդ ամեն ինչում եւ Աբազյանի անդիմանալու կեցվածներից մեկը սա էր, թե նույն Աբազյանը երկար տարիներ աշխատել է Փաշինյանի հետ, այնպես որ ինքը եւս հանցացել է օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչ։ Այսինքն կողքից հրեշտակի թվերը Աբազյանի մոտ չի բացվել, հա։ Ես ընդհանրապես հիշեցնեմ, որ Աբազյանը 6 ամիս լինելով ԱԱՑ-ի տնօրեն, 6 ամիս, ուրեմն կադաստրի պետական կոմիտեում մոտ 30-ից ավել սեփականության վկայականներ ստուգելը, որով Տաուշից տարածքներ էր օտարվել Փաշինյանի ձեռամբ Ադրբեջանին եւ այդ տարածքները Հայաստանի Հանրապետության սեփականությունն էին եւ քաղաքացիներ ունեին այդ տարածքների նկատմամբ սեփականության իրավունք։ Այդ նույն ձեր նշած Աբազյանը 6 ամիս ուսումնասիրում էր դա։ Երբ որ իր համար դա կես ժամվա գործ էր, սա ինչու լավ գիտեմ, որտեղ են հաղորդումը պետական դավաճանության տարածքների հանձնման հետ կապված, որը տրվել է դատախազություն, դուք եք ներկայացրել։ Մեկը նաև ես եմ եղել, ոչ միայն նաև ես։ Քանի որ ժամանակը կարճ է, նաև Իրանի հետ թեև ընդգրկուն թեմայի այդքան կարճ հնարավոր չէ խոսել, բայց ամեն դեպքում ինչ զարգացումներ կարող են Իրանի ներսում տեղի ունենալ, որովհետև Իրանի տապալված շահի որդին, իրանցի ժողովրդին ուղերձով է դիմել, ասում է, որ անհրաժեշտ է համազգային ամստամբություն, ոտքի կանգնելու ժամանակն է եւ ասում է, որ մենք ծրագիր ունենք Իրանի ապագայի եւ նրա ծաղկման համար եւ պատրաստ ենք անկումից հետո առաջին 100 օրվան անցումային շրջանին եւ այլն։ Այսինքն կոնկրետ ներքին պառակտման արդեն գործընթաց է գնում։ Իսրայելի գործողությունների առաջին քայլը ներքին դժգոհություն եւ ապստամբություն կամ իշխանափոխություն։ Այդ նույն անձը ավելի լավ է հիշի, որ իր հայրիկը երբ որ շահն էր Իրանի Իսլամական Հանրապետության, այո, այն ժամանակ իսլամական բառը չկար, Իրանի Հանրապետություն։ Աշխարհում լինելով երկրորդ նավթառատ պետությունը Իրանը եւ այդ նավթը հիմնականում արևմուտքին էր վաճառում կոպեկներով իրավունք չուներ անգամ իր նավթից գործարան ստեղծել նավթից ստանալ մեքենայի համար բենզին այդ խոսածողը ավելի լավ է թողի տարիները հիշի հա հիմա կհաջողվի իսկապես այդ ներքին պառակտումը միանշանակ ոչ միանշանակ ոչ ես ասեմ այն որ Տրամպը հոխորտում է պարբերաբար հա օրինակ այսօր ժամանակ է տվել 24 ժամ ժամանակ կապիտուլյացիայի ես մեկ-մեկ ինձ թվում է այդ անձին մի քիչ լուրջ էինք նայում հիմա չեմ ուզում զուգահեռեմ 1 օրում ուկրաինական պատերազմը կանգնեցնել հետո ինքը ասեց ես սիմվոլիկ ձևով եմ ասել իհարկե 100 օրն էլ չեղավ չէ հետո հիմա էլ չկա չէ կանգնեցված չի բայց երբ որ ինքը ասում է կապիտուլացվել երբ որ Իսրայելի տարածքը կիսավերակ է դառնում մեկ երկրորդ հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին աննպատակ են, որտեղ են խորքային
հեռավորության վրա, որ գտնվում են ցենտրիֆուգները, որը հարստացնում է ուրան, հա, ռազմական ուրան պլուտոնիում է դառնում սովորական ուրանը, այդ ռումբերը իսրայելական եւ հրթիռները չեն կարող խոցել։ Եվ դրա համար 2 օր առաջ Նետանյահուն խնդրել էր Տրամփից, եւ որ համաձայնվել բունկերները ոչնչացնող ռումբեր տրամադրել։ Սա առաջին, երկրորդ։ Իրանի ժողովուրդը դա արևմուտքի ժողովուրդը չի։ LGBT բանակը չի։ Նյութի վրա եւ թմրամիջոցի վրա նստած բանակը չի։ Խիստ մոտիվացված ժողովուրդ է, 80-90 միլիոն։ Խիստ մոտիվացած։ Գիտեք ինչու՞։ Որտեվ հավատում են Աստծուն եւ հավատում են անմահությանը։ Այսինքն ֆիզիկական մահը դեռևս մահ չի։ Եվ հետաբար մարդը, եթե ֆիզիկական մահից չի վախենում, այդ մարդուն միայն պետք է ֆիզիկապես ոչնչացնել, որ հաղթես։ Հիմա հարց. այս ռմբակոծությունները ոչ մի գործնականում էֆեկտ չեն տալու իշխանափոխության պահով։ Ուրեմն հաջորդ քայլին չպետք է լինի։ Կամ ցամաքային օպերացիա 1,5 միլիոն 2 միլիոնանոց բանակ մտցնել Իրան, որը տեսականորեն գործնականում անհնար է, այդքան զորք որտեղից, հա, որ երկրներից ահաբեկիչներ բերել, սա ժամանակատարել է, հա, իսկ հիմա օր-օր է, հա, զարգանում իրադարձությունները։ Մնում է մի բան, մի քայլ։ Եվ երբ Տրամփը ասեց Թեհրանի ժողովուրդը տարածքը լքի, ես կարծում եմ ինքը զգուշացնում է, որ սկզբունքորեն Իսրայելը կարող է միջուկային զենք օգտագործել Իրանի նկատմամբ։ Ոսկե օրինակ հարվածել Թեհրանին, բայց նույնիսկ անգամ միջուկային զենքի կիրառումից հետո այդ ժողովրդին, իսկ Իրանը ինքը բազմազգ ժողովուրդ է, պարսիկները մոտ 50% են, ծնկի չեն բերի, որտեղ այդ ժողովուրդը մեռնելուց չի վախում, ի տարբերություն ամբողջ արևմտյան քաղաքակրթության եւ որի կարկառուն ներկայացուցիչը վախերի մեջ ապրող Փաշինյան Նիկոլն ու իր թիմն են։ Չեն կարող հաղթել մի եկեղեցու, որի զավակները մեռնելուց չեն վախում։ Հիմա Հայաստանը ինչ պետք է անի, ինչ իրավիճակում է հայտնվում, որովհետև բավական պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվում։ Հայաստան ասածը դա իշխանություններն են։ Դա իշխանությունն է։ Հայաստանի իշխանությունը ես ասել եմ, կրկնում եմ եւ կրկնում եմ, Հայաստանի իշխանությունները գտնում են Բաքվում եւ Անկարայում։ Հարցրեք Ալիևին եւ Էրդողանին, թե ինչ պետք է անի Նիկոլը։ Իրենք ասում են ինչ պետք է անի։ Չկա այդպիսի բան։ Խնդիր ոչ թե Նիկոլը ինչ պետք է անի, այլ այսօր ընդդիմադիր դաշտը, հա, ինչ պետք է անի։ Եվ ինչ է անում ընդդիմադիր դաշտը։ Ես կարծում եմ միասին իրար հետ վիճում են։ Ես կարծում եմ, որ ժամանակավրեպ գործով են զբաղված։ Անկախ նրանից ով է ճիշտ, ով է սխալ, միգուցե երկուսն էլ ճիշտ են։ Պարզվում է, որ երրորդն է սխալ, բայց այսօր այն լրջագույն սպառնալիքները, որ մեր պետության առաջ, հա, մեր հայրենիքի առաջ, նույնիսկ պետական ինստիտուտներն էլ արդեն մեծ հաշվով գոյություն չունեն, հա, մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի առաջ ծառացած է, այդ սպառնալիքները չեզոքացնելու համար պետք է իրենց տարաձայնությունները Հայաստանի 3 նախագահները մի կողմ դնեն։ Միավորման դրոշը ինքնին Փաշինյանը տվեց, դա եկեղեցին է, եւ եկեղեցու զավակները շատ փոքրաթիվ ցույց տվեցին, որ Փաշինյանի ատամները կփշրվեն, եթե եկեղեցու վրա անգամ հոգեվորականները գործնականում ինչ որ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն կիրառի։ Այդ ժամանակ ինքը իր նյութով, իր տերերով, մեր եկեղեցին իր հոգեվորականներով, իր զավակներով եւ Աստծո առաջնորդությամբ տեսնենք թե ով կհաղթի։ Թող փորձեն։ Շնորհակալ եմ, զրույցի համար։ Շնորհակալ։ Զրուցում է Պայստազորի գնդապետ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։